Երբ չի աշխատում դիվանագիտությունը, կարող է աշխատել կարմիր կոճակը։ Մոլորակի գերտերությունների միջև ատոմային մրցավազքը նոր թափ է առնում, առայժմ զգուշացման ու սպառնալիքի տեսքով։ We have more nuclear weapons than any other country. Մենք ունենք ավելի շատ միջուկային զենք, քան որևէ այլ երկիր։ Մեր ատոմային զենքը բավարար է երկրագունդը 150 անգամ պայթեցնելու համար։ Ռուսաստանն էլ ունի բավականաչափ միջուկային զենք, Չինաստանն էլ կունենա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը, միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ապամիջուկայնացման համար։ CBS-ի 60 րոպե հաղորդման հեղինակ Նորա Օդոնելը հետաքրքրվում է, այդ դեպքում ինչու է անհրաժեշտ միջուկային փորձարկումը։ Որպեսզի տեսնենք, թե ինչպես է այն աշխատում, մենք պետք է դա անենք։ Պետք է փորձարկենք, որովհետև Ռուսաստանը հայտարարել է, որ ինքն էլ է փորձարկում իրականացնում։ Հյուսիսային Կորեան նույնպես անդադար փորձարկում է, մյուս երկրները ևս։ Մենք միակ երկիրն ենք, որ չէինք փորձարկում մեր զենքը։ Օդոնելը նշում է, որ փորձարկում իրականացնող միակ երկիրը Հյուսիսային Կորեան է։ Թրամփն էլ պնդում է, Ռուսաստանն ու Չինաստանը փորձարկում են, սակայն այդ մասին չեն խոսում, իսկ Ամերիկան խոսում է, որովհետև բաց հասարակություն է, ասում է Թրամփը։ Այս հարցում Միացյալ Նահանգների նախագահի ու միջուկային փորձարկումների պատասխանատու ծովակալ Ռիչարդ Քորելի հայտարարությունները հակասում են իրար։ To my knowledge, the explosive testing Որքան գիտեմ, միջուկային վերջին փորձարկումը կատարել է Հյուսիսային Կորեան։ Դա տեղի է ունեցել 2017 թվականին եւ հրապարակային հաստատվել է, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը ոչ։ Չինաստանի վերջին փորձարկումը եղել է 1996-ին։ Նահանգները վերջին անգամ միջուկային փորձարկում արել է 33 տարի առաջ Նևադայում։ Իսկ Ռուսաստանը ջուրն է իջեցրել նոր ատոմային սուզանավը, Խաբարովսկ անունով ջրային հսկան ըստ փորձագետների աննախադեպ հնարավորություններ ունի։ Այսօր մեզ համար նշանակալի իրադարձություն է, հայտնի Սևմաշ նավաշինարանից ջուրն է իջեցվում ծանր միջուկային հրթիռային հածանավ Խաբարովսկը։ Ջրային զենք եւ ռոբոտացված համակարգեր կրող այս նավը մեզ հնարավորություն կտա հաջողությամբ լուծել Ռուսաստանի ծովային սահմանների անվտանգության եւ աշխարհի օվկիանոսների տարբեր մասերում նրա ազգային շահերի պաշտպանության մարտահրավերները։ Ատոմային այս սուզանավն աշխարհում առաջին ռազմածովային միջուկային հարվածային համակարգն է։ Այն կրում է Պոսեյդոն հրթիռներ, որոնց հարձակումները կասեցնելն անհնար է։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։